կտեսնենք, սենց ասենք, այս հարցերը չեն քննարկել, մինչև հիմա քվեարկություն չի եղել, պարոն Ֆարմանյանի տեխնացի արդեն համապատասխան խմբակցությունների ղեկավարները եւս իրենց դիրքորոշումները կհայտնեն։ Եվրոինտեգրման հետ կապված, եթե մեջ բերեմ պարոն Կարապետյանի խոսքերը, լուրջ մտահոգություն է առաջացնում Եվրոինտեգրման հետ կապված, եթե մեջ բերեմ պարոն Կարապետյանի խոսքերը, լուրջ մտահոգություն է առաջացնում այն փաստը, որ Հայաստանի գործող իշխանությունները ուղղություն են վերցրել դեպի Եվրոինտեգրում 2025 թվականի ապրիլի 14-ին հայտարարել է պարոն Կարապետյանը, Սամվել Կարապետյանի մասին է խոսքը։ Հիմա ձեր քաղաքական ուժի ղեկավարը ասում է, որ լուրջ մտահոգություն է Եվրոինտեգրումը։ Դուք իրարից անկախ եք գործում, պարոն Սամվել Կարապետյանը մտահոգիչ է համարում, որ Հայաստանը դեպի Եվրոինտեգրում ուղղություն է վերցրել, դուք հիմա այդ հանձնաժողովը վերցրել եք, որ ինչ անեք, ի հակառակ պարոն Կարապետյանի գործեք, թե այնպես անեք, որ Հայաստանը չգնա Եվրոպա եւ այդ մտահոգությունները, որը ունի ձեր ղեկավարը, չեզոքացնեք։ Պարոն Կիրակոսյան, կրկնում եմ, որ պետք է առաջնորդվել Հայաստանի Հանրապետության ազգային շահից եւ ստեղծված իրավիճակից, տեսեք, ունենք այնպիսի իրավիճակ, որը որ ներկայացրեցի, թղթի վրա, այո, ընդունվել է օրենք եվրոինտեգրման մասին, բայց հողի վրա որևիցե բան չի արվում։ Պարոն Կարապետյանը այդ միտքը արտահայտել է, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ մենք ունենք առևտրային հարաբերություններ ԵԱՏՄ-ի հետ եւ ԵԱՏՄ-ի հետ առևտրային ապրանքաշրջանառությունը աճում է, ԵՄ-ի հետ անկում է ապրում։ Եթե մենք, այսինքն Հայաստանի Հանրապետությունը որոշում է ինչ որ ուղղությամբ առաջ շարժվել, պետք է մենք թղթի վրա չլինի եւ չպետք է հակադրությունների գործիք դառնա։ Պետք է հստակ ծրագիր, պետք է հստակ, եթե նման ճանապարհային քարտեզ առաջին հերթին Հայաստանի ազգային շահը հաշվի առնելով դիվերսիֆիկացնել նույն ապրանքաշրջանառությունը։ Իսկ այսօր մենք ունենք այն, որ Հայաստանի Հանրապետության ապրանքաշրջանառության թիվ 1 գործընկերը ԵԱՏՄ պետություններից մեկն է։ Ինքն են ասում դիվերսիֆիկացնենք ու դա անում են ոնց որ Ռուսաստանի Պարոն չի դիվերսիֆիկացվում ախր։ Խնդիրը գիտեք որն է, եթե տանենք Էյֆելյան աշտարակի մոտ հայկական ծիրանը նկարենք, չի նշանակի, որ հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա։ Այսինքն կամ եթե տանենք հայկական լոլիկը միտեղ նկարենք, չի նշանակի, որ հայկական լոլիկը արդեն всё մտել է Եվրոպա։ Դա հետևողական աշխատանք է, շուկաների փնտրտուք, կոնկրետ տարիներ շարունակ կոնկրետ շուկա էր ձևավորվել, հայ ֆերմերը, հայ գյուղացին, տարիներ, տասնամյակներ շարունակ աշխատելով, այսինքն, այո, հիմա եթե մենք որոշում ենք, այսինքն, եթե Հայաստանի Հանրապետությունը որոշում է, որ պետք է շարժվել կոնկրետ այս ուղղությամբ, ապա պետք է նաև համապատասխան քայլեր գետնի վրա եւս արվեն։ Ես կրկնում եմ, մեր հայկական առևտրային թռիչքներ, կոմերցիոն հիմունքներով թռիչքներ իրականացնող օդանավերը չեն կարող Եվրոպական միություն թռիչքներ կատարեն, բացի թիվ 1 օդանավից, որը որ կոմերցիոն չի, բնականաբար պատվիրակություններին է սպասարկում։ Այսօր ստացվում է, որ դիվերսիֆիկացիան այս իշխանությունը անում են ի հաշիվ Ռուսաստանի։ Ինչպես է կարողանալ բալանսավորել, որ դա ի հաշիվ Ռուսաստանի չի։ Եթե դեմ չեք իհարկե Ռուսաստանի հետ։ Ի հաշիվ Ռուսաստանի կներեք, բայց որ ասում եք դիվերսիֆիկացիա, ես հիմա դիվերսիֆիկացիա չեմ տեսնում առևտրային հարաբերությունների, այսինքն մեզ մոտ, եթե գնաք նույն խանութներ, կտեսնեք, որ սուպերմարկետներում, ինչպես իմ գյուղատնտես ընկերներն են ասում, ինքնարժեքից ցածր գնով ծաղիկներ են վաճառում։ Կտեսնեք, որ մենք արտահանման խնդիրներ ունենք եւ իրականում շուկա նոր շուկա դուրս գալը ինքը այնպես չի, որ այսօր զարթնեցիր եւ всё կարող ես այս բեռնատարը ուղղես դեպի այլ պետություն։ Ախր պետք է ստանդարտներին համապատասխանել մյուս պետություն։ Աշխատանք է դա, սերտիֆիկացիա, լաբորատորիաներ եւ նաեւ պետք է տվյալ ապրանքի, եթե կոնկրետ խոսում ենք Եվրոպական միության մասին, կոնկրետ, այսինքն այդ ամբողջ հետագիծը, այսինքն եւ մատակարարման կայունությունը ապահովես։
Պարոն Աբրահամյան, դեռ նոր է ձևավորվում ազգային ժողովը, բայց արդեն ընդդիմության հարաբերությունները իշխանության հետ հարաբերվելը, մեղմ ասած լավ չէ, այսպես դմդմպցնել սեղաններին, մյուս կողմը ծափ տալ, այս իրավիճակն են մարդիկ տեսնում ու արդեն մտահոգություններ են հնչում, որ շատ շուտով ազգային ժողովում նորից կշարունակվեն ծեծկռտուքները հայտնի, նախորդ գումարման խորհրդարանում գիտեք քացիներով եղել է, իրար շորեր պատրել եղել է, բոքս եղել է։ Հիմա հարց ձեր խմբակցությունում մարտարվեստի տիրապետողներ կան, լավ քացի տվողներ, բռնցքամարտիկներ, դուք պատրաստ եք այդ տեսարաններին։ Մինչև ազգային ժողով գալը նշել ենք նախ, որ ամեն ինչի պատրաստ ենք։ Մենք բոլոր դեպքերում, ինչպես որ առաջին նիստին խոսվեց, պատրաստ ենք աշխատել բարեկրթության եւ հարաբերվել իշխանության հետ բարեկրթության մթնոլորտում, ինչ վերաբերում է ձեր կողմից հնչեցված այլ հարցերին, ակնկալում ենք մասնագիտական քննարկումներ, որոնք որ կնպաստեն Հայաստանում մի շարք ոլորտների փոփոխություններ բերելուն։ Այդքանը։ Իրենք օրինակ որոշակի սադրիչ քայլեր են գնում, օրինակ ես ինչ եմ ասում սադրիչ, որտեղ զգացվում է, որ երբ որ կաթողիկոսին Ավազանի անունով են դիմում, դա ոնց որ դուք սադրանք եք ընկնում, սկսում եք մենք ցույց ենք տվել, ինչպես պարոն Ղազարյանը իր երեկվա ելույթում ասեց, այն կարմիր գծերը, որոնք որ պետք չէ խախտել, գիտենք նաև իրենց կարմիր գծերի մասին։ Եվ բնականաբար պարոն Ղազարյանի ելույթները, եթե ուշադիր լսեք, կտեսնեք, որ այն չափազանց կոռեկտ է, ազգային ժողովում ունեցած ելույթները չափազանց կոռեկտ են եւ այսքանը։ Պարոն Աբրահամյան, ձեզ քննադատում են, ձեզ սադրանքներ չեն հնչել, եթե ձեր կամ ինչ որ մեկը գտնում է որ հնչել է, կարող ենք միասին լսել։ Բացի այդ, մենք ստեղծել ենք ազգային ժողովը ստեղծել է էթիկայի հանձնաժողով եւ այդ հանձնաժողովի գործունեությունն էլ նաեւ ակնկալում է, որ որոշակի դեպքերում, եթե падգամավորներից մեկը ցուցաբերի էթիկապես ոչ կոռեկտ վարքագիծ, ապա այդ հարցը կքննարկվի տվյալ հանձնաժողովում։ Աբրահամյան, հենց Կապանոզում կառուցողական դաշտ բերել ընդդիմությանը, որովհետև մինչև խորհրդանի ձևավորվելը Ռուբինյանն ասում էր կգաք, ձեզ կդաստիարակենք, հետո փոխեցի միանգամից դիրքորոշում, ասացին զրոյական կետից եկեք սկսենք մեր հարաբերությունները։ Ինչով է պայմանավորված, ինչ կա մտքներին, այսպես ասած։ Դե լավ կլինի այդ հարցը իրենց ուղեք, մենք այստեղ եկել ենք ժողովրդի խնդիրները լուծելու, բարձրաձայնելու համար, որպեսզի որոշ ոլորտներում վերջապես լինի փոփոխություն, ինչպես պարոն Կարապետյանը։ ճիշտ ենք հասկանում, որ Ինչպես իրենց կողմից հնչել է բարեկրթության աշխատելու, այսպես ասած, պատրաստակամություն, մենք եւս պատրաստակամ ենք աշխատանքները շարունակել բարեկրթության մթնոլորտում, բայց դա չի նշանակում ավել բան, ինչպես բազմիցս նշել ենք։ Պարոն Աբրահամյան, ճիշտ ենք հասկանում, որ դուք հակված եք կառուցողական ընդդիմություն աշխատել, որտեղ սրա հետ կապված նույնպես կա քննադատություն ձեր աջակիցների կողմից, որոնք ձեզ ասում են, որ 340,000 ձայն մենք ձեզ տվել ենք, որ գնաք կոշտ լինեք, բիրտ լինեք, ավելի Փաշինյանին հեռացնեք, քարը-քարին չթողնեք, ոչ թե կոպիտ ասած ՔՊ-ի մոտ ընդդիմություն աշխատեք, ինչ կասեք։ Այդ ձևակերպումը շատ սխալ ձևակերպում է, այսինքն դա այսպես ասած ոչ կոռեկտ ձևակերպում է, չեմ անդրադառնա դրան, ինչ վերաբերում է բնացածին, կառուցողականին, մենք մեր կուսակցության հիմնադրումից ի վեր բոլոր հարցերում ցուցաբերում ենք կառուցողական ընդհանուր դիրքորոշում եւ ընդհանուր ապակառուցողական, այսինքն դեստրուկտիվ լինելը որևիցե կերպ չի նպաստում ժողովրդի խնդիրների լուծմանը։ Պարոն Մամիկոն Ասլանյանը ասեց, այսինքն նպատակը, այսպես ասած, կարճաժամկետ, այո, իշխանափոխությունն է, երկարաժամկետ առումով, այսինքն իշխանափոխությունից հետո ժողովրդին փոփոխություն բերելն է։ Շնորհակալություն։ Thank you.
է։